Both sides have only paused to negotiate a long-term peace, not because of the conflict. Երկու կողմերն էլ դադար են վերցրել երկարաժամկետ խաղաղության շուրջ բանակցելու համար, այլ ոչ թե այն պատճառով, որ հակամարտությունն ավարտվել է։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նկատմամբ վստահություն չկա։ Մենք տեսնում ենք, որ հրադադարի սկզբում նրանք փորձեցին Լիբանանը դուրս թողնել համաձայնությունից։ Նրանք խոստացել էին, որ այն հրադադարի մաս կլինի, բայց հետո դրժեցին այդ խոստումը։ Զեկույցները ցույց են տալիս, որ Դոնալդ Թրամփը փորձելով կառավարել ներքին հասարակական կարծիքը, առնվազն 30 անգամ հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի։ Սակայն Վաշինգտոնի հիմնական նպատակները, ինչպիսիք են վարչակարգի փոփոխությունը Իրանում, չիրականացան։ Իրանի նման ընդարձակ եւ բարդ երկրում լիակատար ռազմական հաղթանակ տանելը չափազանց դժվար է։ Այս 40 օրվա ընթացքում նրանք բազմիցս հայտարարեցին Հորմուզի նեղուցի բացման, պատերազմի ավարտի եւ հաղթանակի մասին, բայց սա Իրանն է եւ Իրանի ժողովուրդը շատ միասնական է, իսկ զինվորականները շատ լավ են գործում։ Արդյոք Իրանը այս պատերազմից դուրս կգա ավելի ուժեղ։ Անշուշտ, ամեն անգամ, երբ Իրանի դեմ ագրեսիա է լինում, մենք նոր փորձառություններ ենք ձեռք բերում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք պատմականորեն շատ մոտ եւ բարեկամ հարևաններ ենք։ Նրանք գործնականում մարդասիրական աջակցություն ցուցաբերեցին եւ փորձեցին պահպանել ռազմավարական կապերը։ Հարևան երկրի համար շատ լավ է, որ Իրանը լինի անվտանգ, այնպես որ կարծում եմ Երևանի մտադրությունն այն է, որ Իրանը լինի անվտանգ եւ այս պատերազմը ավարտվի։ I think the intention of Yerevan is for Iran to be safe and for this war to end.